հիմնարար ազատությունների նկատմամբ պաշտպանությունն ու հարգանքը։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը վտանգված է։ Դուք գտնվում եք մի երկրում, որը առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը, սակայն շուրջ 1 տարի հայ առաքելական եկեղեցին վտանգված է, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացում է աննախադեպ ճնշումներ եւ հալածանք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական քաղաքական ծրագրում որպես ծրագրային դրույթ նախատեսել է կաթողիկոսի հեռացման հարցը։ Բարձրաստիճան հոգևորականները հետապնդվում եւ կալանավորվում են կեղծ մեղադրանքներով։ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է եւ ինքնավար, սակայն սա օրվա իշխանություններին չի զսպում։ Տվեք այս ամենին քաղաքական պատշաճ գնահատական եւ հետամուտ եղեք դրա իրականացմանը։ Այսօր այստեղ բարձրացված բոլոր պաստառները ձեզ ուղղված պահանջ են, որպեսզի դուք հետամուտ լինեք ձեր իսկ հռչակած սկզբունքների պահպանման ու արժեքների չոտնահարմանը։ Ժողովրդավարությունը հետնահանջ է ապրում։ Ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանց հռչակած ուժը քաղաքական այսօր ոտնապոխ է անում դա։ Մամուլը, անկախ լրատվական միջոցները ավելի սահմանափակվում են եւ միակ նյուզմեյքերը Հայաստանում այլևս կառավարությունն է։ Հայաստանում ավելի քան 50 քաղբանտարկյալներ կան եւ նրանց թիվը օրեցօր աճում է։ Այլակարծությունը հետապնդվում է։ Մի աչքաթող արեք։ Արձանագրեք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նայեք նրանց լուսանկարներին։ Առաջադեմ Եվրոպայի աչքի առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը անցնում է կեղծ մեղադրանքներով, ադրբեջանական կալանքի տակ է եւ մտածածին դատավարություններով է անցնում։ Սա մարդասիրության ուղղակի հակադրության մեջ է գտնվում մարդասիրության սկզբունքին։ Արցախում ոչնչացվում է մի ամբողջ մշակութային ժառանգություն, եկեղեցիներ, պետական խորհրդանշական կառույցներ, խաչքարեր, սա մշակութային ցեղասպանություն է եւ արվում է աշխարհի լռության ներքո։ Մի լռեք, մի թողեք, որ հազարամյա հայկական հետքը տարածաշրջանից ջնջվի։ Ջորջ Օրուելը մի միտք ունի, որով ասում է. քաղաքական լեզուն նրա համար է, որպեսզի ոչ ճշմարիտը հնչի ճշմարտանման, օդ հնարավոր լինի բռնել ձեռքերով եւ հանցագործությունը անգամ ներկայացնել հիմնավոր։ Այս ամենին ձեր տրված քաղաքական գնահատականից է կախված։ Մենք կապացուցեք դուք մեզ հակառակը եւ չենք համոզվի Ջորջ Օրուելի խոսքերի ճշմարտացիության մեջ, թե ոչ։ Ես հույս ունեմ, որ դուք ձեր տված քաղաքական գնահատականով, ձեր դրդևորած վարքագծով մեզ համոզացուցելու եք հակառակը։